Շարունակենք մեր Դանիելի մարգարեության ուսումնասիրությունը 10-րդ գլխից 11-ից մինչև 11-ի 1-ը պետք է ընթերցենք։ Մեկը ներառյալ 11-րդ գլխի։ Պարսից Կյուրոս թագավորի 3-րդ տարին խոսք հայտնվեցավ Դանիելին, որի անունը Բաղդասասար էր կոչվում, և խոսքը ճշմարիտ էր և զորքը մեծ, և նա հասկացավ խոսքը և տեղեկություն ուներ տեսիլքի համար։ Այն օրերը ես Դանիելս սուգի մեջ էի, 3 յոթնակ օրեր, ափորժելի հաց չկերա և միս ու գինի չմտավ բերանս, և բնավ չոծվեցա մինչև որ 3 յոթնակ օրերը լրացան։ Եվ առաջի ամսվա 24-րդ օրը ես մեծ գետի, այսինքն Տիգրիսի եզերքին էի, և աչքերս բարձրացրի ու տեսա, և ահա մեկ մարդ գտավ հագած և մեջքը գոտի կապած ոփազի ոսկիից, և նրա մարմինը ոսկեքարի նման էր, և նրա դեմքը կայծակի երևույթին պես, և աչքերը կրակի բոցերի պես, և նրա բազուկներն ու ոտները փայլուն պղնձի տեսքի նման, և նրա խոսքերի ձայնը ամբոխի ձայնի պես, և մինակ ես Դանիելս էի տեսնում այս տեսիլքը, և այն մարդիկը, որոնք ինձ հետ էին, տեսիլքը չէին տեսնում, այլ մեծ երկյուղ ընկավ նրանց վրա և փախուստը։ Եվ ես մենակ մնացի և տեսա այս մեծ տեսիլքը և ինձանում զորություն չմնաց, և իմ վայելչությունը փոխվեցավ ապականության, և ես էլ ուժ չունեցա և լսեցի նրա խոսքերի ձայնը, և երբ որ նրա խոսքերի ձայնը լսեցի և թմրած եղա ընկա երեսիս վրա և երեսս գետինն էր, և ահա մի ձեռք գտավ ինձ և կանգնեցրեց ինձ ծնկերիս և ձեռքերիս թաթերի վրա, և ասեց ինձ. «Ով Դանիել, ցանկալի մարդ, հասկացիր այն խոսքերը, որ ես ասում եմ քեզ, և կանգնիր կանգնած տեղը, որովհետև հիմա քեզ մոտ ուղարկվեցա, և նա այս խոսքն ինձ հետ խոսելիս ես կանգնեցի դողալով, և նա ինձ ասաց. մի վախենար, որովհետև Դանիել, ով Դանիել, որովհետև այն առաջի օրից է, որ սիրտ տվիր հասկանալու և քո անձը խոնարհեցնելու քո Աստծո առաջին, քո խոսքերը լսելու են, և ես եկա քո խոսքերի համար, և Պարսից թագավորության իշխանը կանգնել էր իմ դիմացը 21 օր, և ահա Միքայելը, առաջի իշխաններից մեկը, եկավ ինձ օգնելու, և ես մնացի այնտեղ, Պարսից թագավորի կշտին, և ես եկա քեզ հասկացնելու, թե ինչ պիտի պատահի քո ժողովրդին, վերջի օրերում, որովհետև տեսիլքը տակավին այն օրերի համար է, և նա այսպես խոսքեր ինձ հետ խոսելիս, և երեսս դեպի գետին նարի ու համր եղավ։ Եվ ահա մարդի ոտքած նմանությունողը մեկը դեպավ շրթունքներիս, և ես բերանս բաց արի, և խոսեցի և ասեցի իմ առաջը կանգնողին. ով Տեր իմ, այս տեսիլքովը ետ դառան դեպի ինձ իմ ցավերը, և ես էլ ուժ չունեցա, և ինչպես պիտի կարողանայի այս իմ տիրոջ ծառան խոսել այս իմ տիրոջ հետ, որովհետև ինձանում հիմիկվանից ուժ չկա, և ինձանում շունչ չմնաց, և կրկին դիպավ ինձ այն մարդի կերպարանք ունեցողը և ինձ զորացրեց, և ասեց. մի վախենար, ով ցանկալի մարդ, խաղաղություն քեզ, զորացիր, և նա ինձ հետ խոսելիս ես զորացել և ասեցի. թող խոսե Տերս, որովհետև ինձ զորացրիր, և նա ասեց. գիտես թե ինչու համար եկա քեզ մոտ, և հիմա ես պիտի դառնամ Պարսից իշխանի հետ պատերազմելու, և ես դուրս եկած ժամանակը, ահա ունած իշխանը պիտի գա, սակայն ես քեզ իմացնում եմ, ճշմարտության գրքումը գրվածը, և մեկը չկա, որ ինձ հետ զորեղանա սրանց դեմ, բացի ձեր իշխան Միքայելիցը։ Եվ ես մարած դարե թագավորի առաջին տարին կանգնել եմ նրա հետ, ուժովացնելու և նրան օգնելու։ Ամեն։ Դանիելի մարգարեության վերջին հասանք, այս վերջին 3 գլուխներն են 10, 11, 12, որոնք մեզ ցույց են տալու երկար տեսիլք, բայց ամբողջությամբ այս 3 գլուխները տեսիլք չի, մենք ստեղ տենում ենք, որ 10-րդ գլուխը մեզ պատրաստում է տեսիլքին, հետո տալիս է բուն նյութը, ու իրականում սա ամենամեծ հայտնությունն է, եթե իր երկարությամբ համեմատենք, ամենամեծն է լինելու, մենք
11-րդ գլխից սկսած ուսումնասիրենք դա ու 10-րդ գլուխը, եթե նկատում ենք, այդ ամեն ինչի ծառայում է որպես նախաբան։ Այսինքն մենք այսքան ընթերցեցինք, բայց հələ բուն ուղերձը մեզ չի տրվել։ Մենք ունենք տվյալներ որոշակի, հա, թե որտեղ էր Դանիելը, ինչ ժամանակում էր, ով եկավ իր մոտ, հա, դա հարց է թե ով եկավ, հեսա կտեսնենք, բայց գիտենք, որ ինչ որ երկնային մեկը եկավ իր մոտ ուղարկված, հա, երկնային էակ, ու աստվածային հայտնությունից ինքը թուլացավ։ Իրան տրվեց զորություն ու ցույց տրվեց որոշակի, հա, ասենց ասած, հոգևոր աշխարհում գոյություն ունեցող պատերազմից ինչ որ դրվագներ, իրան այդքանը ցույց տրվեց այստեղ։ 11-րդ գլխից արդեն երկրորդ համարից սկսած կլինի մանրամասն նկարագրությունը, թե ինչի համար էր այդ երկնային, հա, անձը եկել իր մոտ։ Ու բաժանումը կարող ենք սենց անել, կարող ենք տեսնենք որպես այսպիսի 10-ի 1-ից մինչև 11-ի 1-ը, հա, ոնց որ մենք կարդացինք նախաբանը, 11-ի 2-ից 12-ի 4-ը տեսիլքը, բուն նյութը ու 12-ի 5-ից արդեն մինչև վերջ, որը կեզրափակի ընդհանուր գիրքը, ոչ միայն այս կոնկրետ տեսիլքը։ Ու այս հատվածները յուրահատուկ են ամբողջ սուրբ գրքում։ Ինչի համար եմ տենց ասում, որտեղ այստեղ միավորվում են խոսքը, հա, մանրամասն տեսիլքը ու կանխատեսումները, նենց ոնց որ ոչ միտեղ Աստվածաշնչում էլ չի հանդիպում։ Մենք կտեսնենք անգամ Աստվածաշնչի այս գրքի իրական լինել չլինելը, հա, հավաստիությունը կասկածի տակ դնողների մեծ մասի փաստար կհետևյալն է, որ շատ մանրամասն, չափից շատ է մանրամասն մարգարեությունները ու դա ոնց կարա տեղի ունենա։ Ու իրականում մենք գիտենք ոնց կարա տեղի ունենա, որովհետև այն Աստվածը, որ տալիս է այդ պատմությանը ընթացք, ինքը կարա տա իր ժողովրդին կոնկրետ ինչ որ sense պատկերացրեք, sense խոշորացույցով մեծացնի կոնկրետ ժամանակահատվածի ցույց տա ինչ որ նպատակով։ Դա մեր համար խնդիր չի, որովհետև եթե դա խնդիր է, ուրեմն մեծ, հա, թռչնի հայացքից էլ ուրեմն պետք է հնարավոր չլինի տալ մարգարեությունները, բայց ամեն դեպքում մարդիկ կան, որ սրանից գայթակղվում են, որոնք որ իրականում չունեն իրանց մեջ ճշմարտությունը, բայց մենք գիտենք, որ այն Աստված, որը տալիս է ընդհանրական, հա, մարգարեություններ, կարա կոնկրետ ժամանակահատվածի համար էլ տա։ Ու 11-րդ գլուխը դրանով շատ հետաքրքիր է։ 10-րդ գլուխը մեզ նախապատրաստում է դրան։ Ու հայտնությունը սկսվում է երկնային падգամաբերի տեսիլքով ու ավարտվում է Աստծո ժողովրդի համար տրված վերջնական հայտնությամբ։ Թեպետ նախորդ, այսինքն 9-րդ գլխում Գաբրիելը արդեն հայտարարել էր, որ այդ հակառակությունը, որ պետք է բարձրանա դրան վերջ է լինելու, դրան պարտություն է լինելու Աստծո կողմից, հա, պարզվում է, որ դա ամբողջական ուղերձը չէր դեռ։ Ու Աստծո ժողովրդի համար ավելի մանրամասն հաստատող խոսք էր պետք, ու սա հենց տրվում է այս երկար հայտնության մեջ, հա, այսինքն մինչև որ Աստծո ժողովուրդը եկեղեցու մեջ կամփոփվի, հա, առանց ազգային սահմանափակման, այդ ժամանակվա Աստծո ժողովուրդը, որից որ պետք է գար Մեսիան, պետք է ունենար հաստատ ու հիմք սպասելու այդ իրադարձություններին, որոնք որ պետք է ավարտին գային, որը պետք է բերել Մեսիայի ծնունդին։ Մինչև այդ Դանիելը նկարագրում է, թե ինչա տեղի ունենալու։ Ու իրականում պարականոն գրքերից կարող կարդաք, թե այդ դարաշրջանում ինչ է տեղի ունեցել։ Ու տեսնեք, որ այս Դանիելի ասածները իրականում իրականացել են Քրիստոսից առաջ առաջին, երկրորդ, երրորդ դարերում։ Մակաբայեցների գիրքը կոնկրետ 4 գրքեր են իրականում խոսում են այս իրադարձությունների մասին, այս անձի մասին։ Ուրիշ հարցա, որ ինքը սենց ասեմ ալեգորիկ կերպով խոսում է նաև աշխարհի վերջում եկող հակաքրիստոսի մասին, բայց սենց պատմական անձ, որը մտել է տաճարով բղծել, արդեն եղել է, մենք 8-րդ գլխում են խոսացել իր մասին։ 10-րդ գլխին զուգահեռ 11-րդ գլուխը կենտրոնանում է երկու կայսրությունների վրա։ Տեսեք, այն ժամանակ տեսիլքներում մի քանի կայսրությունների պատմություն, հա, մի քանի հարյուրամյակ միանգամից կարճ 2-3 նախադասության մեջ ամփոփվեր, բայց ստեղ արդեն ավելի խոշորացած պատկեր ենք տեսնում։ Սկզբում նշվում է Պարսկաստանը, հետո նշվում է Հունաստանը, հետագա հատվածներում խոսվում է այս կայսրություններից բխող, հա, թագավորների մասին, իրանց պայքարի մասին,
Սրանք կարան մեզ շատ այդքան ոնց որ գրավիչ պատմություններ չլինեն, որովհետև արդեն եղած վերջացած են, բայց ամեն դեպքում սրանք ունեն իրենց ներդրումը այն ամեն ինչի մեջ, ինչ որ Աստված արեց առաջին դարում Քրիստոսի առաջին գալուստով։ Ու հետո տեսնում ենք, որ դուրս է գալիս այդ անօրեն չարիշխանը 11-ի, հա, վերջերն արդեն 21-ից 38-9 համարները, որը մեծ հաղթանակներ է սկզբից ունենում։ Բայց հետո զայրույթը թափում է Աստծո տաճարի վրա, քաղաքի վրա, գործում աստիրակամքի ու իրանել է վերջ գալիս։ Իրականում Պողոս Առաքյալը հենց այս կերպարին Թեսաղոնիկեցիների թղթում նոր կտակարանում ակնարկ անում խոսելով վերջի գալիք ավելի մեծ Աստծո ժողովրդի հակառակողի, հա, խոսելով իր մասին։ Ու այդ գլխի վերջը 40-րդ համարից սկսած 11-րդ գլուխը 40-րդ համարից սկսած թե ինչպես մեկնաբանել, շատ տարբեր վեճեր են առաջացել։ Մենք դրան հաջորդ շաբաթ ուշադրություն կդարձնենք ու ամեն ինչ կախված է սրանից, թե արդյոք այս նկարագրությունը վերաբերվում է հենց միայն այդ ժամանակաշրջանի մարդուն, թե բոլոր ժամանակների Աստծո ժողովրդին ճնշողների գագաթնակետի մասին է խոսում, որը ամփոփված է Նեռի կերպարով վերջնականորեն։ Այս ընդհանուր ուղերձն է։ Հետո արդեն 12-ը խոսում է հաղթանակի մասին, վերջնական մարմնով հարության մասին, շատ հետաքրքիր է դա։ Խոսում է ֆիզիկական մարմնով հարության մասին։ Ու մենք տեսնում ենք, որ մինչև այդ ամեն ինչը կգար, Աստծուց գալիս է նախապատրաստությունը, հա, Դանիելին, ում որ այդ ամեն ինչը տրվելու է։ Հայտնությունը տրվում է Կյուրոս թագավորի թագավորության, ասում են, 3-րդ տարում։ Գիտենք, Պարսից Կյուրոսը շատ ենք խոսացել իր մասին։ Կյուրոս թագավորի թագավորության 3-րդ տարում էր։ Ուրեմն սա պատահական չի, որովհետև սա լուրջ ժամանակաշրջան էր։ Եզրաս առաջին գլուխը, եթե մենք կարդանք, առաջին բացող համարները, առաջին 4-5 համարները, մենք կտեսնենք, որ Կյուրոսը թույլ էր տվել, որ հրեաներից ոմանք վերադառնային տուն արդեն, որպեսզի քաղաքն ու տաճարը վերակառուցեին։ Բայց ոչ բոլորին էր թույլ տվել։ Ինչ որ խումբ արդեն վերադարձել էր։ Ու վերադարձածները այնտեղ բախվում են լուրջ խնդրի, սամարացիների կողմից հակառակություն ա լինում, որոնք նույնիսկ պարսկական արքունիքում խոչընդոտներ էին ստեղծում իրենց համար։ Սա էլ արդեն Եզրասի 4-րդ գլխից գիտենք։ Ու այս պատմական ֆոնը շատ կարևոր է հասկանալու համար այս պատմությունը, որովհետև մենք գիտենք, որ սրանից Դանիելը նորմալ է, որ ընկներ հիասթափության մեջ կամ իր հոգին տրտմեր ու աղոթքով կամ ծոմով դիմեր Աստծուն։ Ու ստեղ հետաքրքիր մի հատ բանել ենք տեսնում առաջին համարի մեջ, Դանիելի անունը, որը որ փոխված տրվել էր իրեն, դա էլ է նշվում։ Ինչի համար։ Այս անունը հիշատակվում է նրա համար, որ ընթերցողին ինձ եւ ձեզ հիշացնի, որ գիրքը հիշում եք, որ ասում էի շատ մարդիկ քննադատում են այս գիրքը, գրքի այս մանրամասն հատվածները։ Այս անունը տրվում է նրա համար, որ ցույց տա գրքի ամբողջականություն, այսինքն այս մի հատ առանձին կտոր չի, որը հետո ուշ հավատացյալ հրեաների կողմից կարվել է այն առաջին պատմական մասին։ Մենք ասացինք, չէ՞, արդեն որ առաջին 6 գլուխները պատմական են, հետո արդեն ավելի շատ ապոկալիպտիկ մարգարեական բնույթ են կրում։ Ստեղ ինքը երբ որ ասում է Բաղդասասարը, ինքը դրանով կապում է այս գրքի վերջին հատվածը առաջին հատվածի հետ։ Ընդգծում է գրքի ամբողջականությունը։ Ու ասում է, որ իրան մի բան կամ խոսք կա կախված թարգմանության, խոսք հայտնվեց, որը մեծ էր, որը ընդգրկուն էր ու ընդգծվում է, որ նաև որ այդ խոսքը ճշմարիտ էր։ Էս էլ է հետաքրքիր բան, որ ինքը ճիշտ է նշվում է, որ երկնային էակ եկավ իրան այդ խոսքը փոխանցելու, բայց ամեն դեպքում մի հատ էլ նշվում է, որ այդ խոսքը ճշմարիտ էր։ Ու նախորդ տեսիլքներում, օրինակ 8-րդ գլխում 8:27-ը եթե կարդանք, կտեսնենք, որ Դանիելը երբեմն չէր հասկանում, թե ինքը ինչ է տեսնում, բայց այս հայտնության միջոցով ինքը սկսում է ավելի լավ պատկերացնել, ըմբռնել թե խոսքը, թե տեսիլքները, տեսնելով, որ դրանք բոլորը վերաբերվում են նույն թեմային։ Թեման որն էր Աստծո ծրագիրը պատմության մեջ, Աստծո փրկagorցական ծրագիրը պատմության մեջ։ Ու ինչպես նախորդ տեսիլքներից առաջ, ստեղ էլ Դանիելը եւս պատրաստում է ծոմապահության։ Ու Դանիելի սուգն ու պահքը 10-րդ գլխում բացատրված չեն որպես միտումնավոր պատրաստություն հայտնություն ստանալու համար, հա, սուրբ գրքի համաձայն
Ընդհանրապես մարգարեական տեսիքները չեն առաջանում մարդու անձնական նախաձեռնությամբ, որ ինքը ցանկանա հայտնություն ստանալ ու ինչ-որ կերպ անձի մաքրում անի, որ ստանա դա։ Չնայած ինքը գիտենք պատասխանի համար աղոթում էր, դրանց մեջ պետք է տարբերակում դնել։ Մենք տեսնում ենք ստեղից, որ այս մարդը ծոմը ընդհանրապես իր կյանքի ոնց որ անբաժանելի մասն էր, չէ՞։ Այսօր մենք շատ քիչ ենք, իմ կարծիքով, ես ինչքանով որ տեսնում եմ քրիստոնեական աշխարհում, շատ քիչ ենք ուշադրություն դարձնում ծոմապահությանը, բայց տեսնում ենք, որ թե ժամանակներում, թե Հիսուսի ժամանակներում ծոմապահությունը լուրջ դեր էր խաղում մարդկանց կյանքում։ Ու թե հիմա շատ եմ լսել, որ մարդիկ օրինակ կարող են ծոմ պահեն, որ ինչ-որ հարց լուծվի իրենց կյանքում, այն ժամանակ ծոմ պահում էին ոչ միայն այդ պատճառով, այսինքն ինքը մենք հիշում ենք 9-րդ գլխի սկզբում իր մեղքերի համար, իր ազգի մեղքերի համար, այդ ամեն ինչի գիտակցման համար ինքը պահում էր ծոմ։ Միանշանակ Աստված աներողը դու չես կարող ստիպես, որ Աստված քեզ ների, բնականաբար ապաշխարում ես, Աստված քեզ ներում է, բայց այդ մեղքի դեմ պայքարում, այդ քո գիտակցման մեջ ծոմը իր ուրույն դերն է ունեցել։ Ես չեմ ուզում անես տպավորություն ստեղծվի, որ մենք պետք է ճգնենք, որ ներում ստանանք։ Չէ, բայց ախր էս էլ է գրած, չենք կարող մենակ մի թևը բռնենք։ Հա, մենք գիտենք, որ Քրիստոսի արունով է ում ներումը որ այա տեղի ունենում, իրական։ Բայց իրականում ծոմին պետքա ինձ թվում է մի քիչ ավելի շատ ուշադրություն։ Այս տեքստից չեմ ասում, իմ անձնական մտորումն է, հա, կարանք զրուցենք սրա հետ կապված, բայց ծոմը կոնկրետ մենք արդեն որևէ անգամ տեսնում ենք, այս մարդու ու ինքն էլ պաշտոնյա էր։ Ինքը մեզանից զբաղված էր։ Չէ, տենց բաներ կա, որ մարդիկ ասում են, դե զբաղված են։ Ու դա չէր անում ինչ-որ նյութական բան ստանալու համար Աստծուց։ Անում էր իր մեղքերը գիտակցելով, իր աղոթքի մի մասն էր դա, իր աղոթքի կյանքի մի մասն էր դա։ Ու մենք տեսնում ենք, որ հենց այս իրադարձությունը տեղի ունեցավ աստվածային նախախնամությամբ, ստացվում է հենց, որ իրան գալիս է այս տեսիլքը։ Իր սուքը, աղոթքը, ծոմապահությունը ավելի հավանական է, որ կապված էր Իսրայելի ժողովրդի դժվարությունների, տառապանքների հետ, Քյուրոսի օրոք, ինչպես նաև իր ժողովրդի համար աղոթքի ու բարեփոխության հետ, ու նաև իր անձնական մեղքերի գիտակցության հետ, ոնց որ 9-րդ գլխում տեսանք։ Ու 3 ամբողջական շաբաթ տրամադրել սենց բանին նշանակում է, որ ինքը լուրջ էր նայում իր մեղքերին, իր ազգի մեղքերին, այն հալածանքներին, որ իր ազգը կրում էր, իր համար դա մեկ չէր։ 3 շաբաթ ինքը տրամադրեց աղոթքին, սուգին, ծոմապահությանը։ Ու իր համառությունը, իր հավատարմությունը այս 3 շաբաթների ընթացքում երևում է։ Ու սա նաև օրինակ է, թե իրենք որքան լուրջ էին, հա, թե ի կտակարնան, թե նոր կտակարնան սրբերը աղոթում Աստծո ժողովրդի համար։ Ու տեսիլքի նախապատրաստության մասում 2-ից 4-րդ համարներում նշվում է, որ դա տարվա որ ժամանակն էր։ Եթե մենք տեսնենք, ասում այդ օրերին ես Դանիելը սուգի մեջ է 3-7-յակ օրեր ախորժելի հաս չկերա, մի սուգինի չմտավ բերանս եւ յուղով չոցվեցի։ Մինչեւ որ 3-7-յակ օրեր լրան են։ Առաջին ամսվա 24-րդ օրը մեծ գետի, այսինքն Տիգրիսի եզրին էին։ Սա շատ հետաքրքիր հիշատակում է, որովհետեւ այս ժամանակահատվածը այն ժամանակահատվածն է, երբ որ Իսրայելում նշվում էր Զադիկը։ Հա, անթդ խմոր հացի տոնը, դա տոն էր, իրանք ուրախանում էին, բայց ինքը չի ուրախանում, ինքը ընդհակառակը նույն ժամանակահատվածում սքի մեջ է։ Հա, ու հենց մի բան էլ այստեղ կարդացինք, որ համարն է դա։ 3-րդ համարում, որ ասում է յուղով էլ չոցվեցի։ Յուղով օծումը ինքը նաև ուրախության նշան էր։ Ինքը իրան հետ է պահում ախորժելի ուտելիքներից, իր անձը ճնշում է, իր մարմինը ճնշում է։ Ու այսի համապատասխանում է հենց այս զատկական տոնի օրերին։ Այս ամեն ինչի կարանք մենք ասենք, որ ցույց է տալիս իր խորը մտահոգությունը այս հարցի շուրջ, ինչ որ տեղի ունենում իր մոտ։ Ու Դանիելը գտնվում է Տիգրիս գետի մոտ։ Սա էլ հետաքրքիր հարց է, ես չգիտեմ ինչի համար է ինքը այդտեղ ասում առաջին ամսվա 24-րդ օրը մեծ գետի, այսինքն Տիգրիսի ափին է, որտեղ առհասարակ այդ ժամանակ մեծ գետ, որ ասում էին Եփրատն էին հասկանում Տիգրիսը, չէ, բայց տենց է գրած, մեծ գետի Տիգրիսի ափին էի,
ասում եմ։ Ամենայն հավանականությամբ էլի այս տարածաշրջան ինքը եկել էր իր թագավորական ծառայության սպասավորության շրջանակներում ու կամ այլ գործերով, մենք չգիտենք, տեքստը մեզ դրանք չի ասում, որովհետև ինքը այստեղ ուրիշ ավելի լուրջ բան ունի, որի վրա կենտրոնանում է։ Ու տեսիք, անսպասելի է գալիս, ինքը ուղղակի սենց գետի ափին բարձրացնում է աչքերը վերև ու տեսնում է մի մարդ, ճակերտներով ասված։ Խի ասում մարդ, որտեղ մարդու կերպարանքով էր։ Իրան երևացող այս անձնավորությունը թեև անվանվում է մարդ, իր փառքով գերազանցում է անգամ Գաբրիելին ու Միքայելին։ Սա մենք կկարդանք իր նկարագրությունը։ Ինչ էր իր նկարագրությունը ֆիզիկական, հա? Ահա մի մարդ կտավ է հագուստ հագած ու մեջքին ողբազի ոսկուց մի գոտի կապած։ Ու ինքը հագած էր սպիտակ կտավից այս հանդերձը, որը մեզ հիշեցնում է 5 կտականի քահանայական զգեստները, Ղևտացիս 16-րդ գլուխը եթե կարդանք, սա քահանայական հագուստների մի մասն էր։ Ու կապված էր բարձրորակ, հա բարձրաստիճան ոսկուց գոտիով։ Ու իր արտաքին տեսքը պատկերավոր է նկարագրվում, թանկարժեք քարի պես փայլող էր, հա, ինչ ասում, փայլեցված մետաղի պես, ոնց որ ասի, այսինքն շատ լույս արձակող իրանից։ Ու այս ամենը ցույց է տալիս, որ ինքը գրեթե աննկարագրելի փառք ունի։ Ինչի համար, որովհետև Մարգարեն ման է գալիս ինչ-որ երկրային նմանություններ, համանմանություններ, որով որ կարա մեզ ցույց տա, թե ինչ տեսք ուներ։ Իրականում ինքը աննկարագրելի փառք ուներ։ Դրա համար պետք է կամ պղնձին, կամ ոսկուն, կամ ինչ որ մի փայլուն բանին ինքը նմանացնի, որ մեզ ցույց տա, թե այս ինչ ահռելի, հա, փառքի Տեր մեկն էր իր առաջ կանգնած։ Ու հետաքրքիր նաև մի հատ սենց բնութագիր է, ասում է իր ձայնը նմանվում է բազմության աղմուկին։ Մենք սենց բան էլի ենք չէ կարդացել, բայց ոչ էլ հեշտակային էակի նկարագրության ժամանակ։ Տեսեք, հզոր, հա, հզորություն է ինքը ընդհանրապես խորհրդանշում։ Բայց միաժամանակ դժվար ընկալելի, եթե տենց հզոր է արձագանքող է, ուրեմն դժվար ընկալելի է։ Եթե դժվար ընկալելի է, ուրեմն դու պետք է շատ ուշադրություն դարձնես, որ հասկանաս կոնտենտը ինքը ինչ է ասում։ Այսինքն Աստծո խոսքը երբ որ գալիս է, դու չպետք է ուղղակի մատերիալանքով դրան վերաբերվես, տեղ էլ հետաքրքիր իմաստ կա։ Պետք է լավես քո ուշադրությունը, պետք է ֆիքսվես դրա վրա, որ լուրջ ուշադրություն դարձնես, թե ինչ է քեզ ասվում։ Ու այս նմանությունների նկարագրությունը նման է Եզեկիելին, հայտնությանը, չէ, այնտեղ էլ կան տեսիլքներ, որոնք այսպես նմանություններով են խոսում։ Բայց այնտեղ արտահայտվում է Տիրոջ փառքը։ Բայց այդտեղ բացահայտ չի ասում, որ ինքը հենց Տերն էր։ Սա է հետաքրքիր մեկնաբանական մասը։ Իր ներկայությունը այնքան զորավոր էր, որ Դանիելը տեսիլքից ամբողջովին հյուսում կորցնելով իր ուժը, խոսալու կարողությունը ու նույնիսկ գիտակցությունը ինչ որ պահի։ Ու 3 անգամ անհրաժեշտ է լինում, որ երկնային պատգամաբերը իրան դիպչի, որպեսզի ինքը կարողանա ընդունի այդ հայտնությունը։ Այլապես այդ հզորությունից ինքը անմիջապես չէ, բայց աստիճանաբար թուլացա։ Խոսալու ունակությունը գնաց, ոտքի վրա կանգնելու ունակությունը գնաց, ու ուշքը գնաց։ Ու սենց արձագանքը միայն ապոկալիպտիկ տեսիլքներին չի հատուկ։ Եթե մենք նման դեպքեր այլ հատվածներում կան, եթե մենք հիշում ենք օրինակ երկրորդ օրենք 5-րդ գլուխ 26-րդ համար, այնտեղ երբ որ խոսվում է մարդկանց մասին, ովքեր լսեցին Աստծո ձայնը, հայ, երբ որ Աստված եկավ։ Ու միշտ հարցը առաջանում, ոնց կարա մարդը լսի Աստծո ձայնը ու ապրի, չէ, տեսնի Աստծուն ու ապրի։ Այդ հատվածներում կա դրա քննարկությունը։ Ու նմանատիպ արձագանք մենք նաև ունենք Գործք առաքելոց 9-րդ գլխում, երբ որ Պողոսին հանդիպում է Քրիստոսը ու իր այդ ինչ է տեղի ունենում։ Էլի ինչ որ իր կենսաբանական ֆունկցիա դադարում է գործել։ Օրինակ կոնկրետ իր դեպքում տեսողությունը։ Դանիելի դեպքում ավելի շատ բաներ, խոսալը, միտքը, կանգնելու, հա, ունակությունը։ Սրանք մեր համար հիշեցում է նաև նրա ոչ միայն այս նկարագրությունը, որ մենք հասկանանք, թե ինչ մեծ մեկն է իր դիմացը կանգնել, այլ նաև հասկանանք, թե մենք ինչքան փոքր ենք այդ մեծության դեմ։ Սա հիշեցնում է Աստծո մեծությունը, սա հիշեցնում է մարդու սահմանափակությունը, չեմ վախենա ասեմ այդ բառը ճղճիմությունը Աստծո փառքի առաջ, հա, ու նաև մեր համար
Սա շատ մեծ ուրախություն է, ու ասում փառք տալու տեղ, որ այդքան մեծությունը կարող խոնարհվի մարդու մակարդակի, հա, այսպես ասած, ու իրան ինչ-որ հայտնություն տա։ Չէ՞ որ Աստված պարտավոր չի մարդուն հայտնել ոչ հիմա։ Սա ինքը իր խոնարհությունով անում մարդուն։ Ու այս անձի ինքնության վերաբերյալ, հա, մի քիչ խոսենք, տարբեր կարծիքներ կան, ոմանք ասում են, որ Գաբրիել հրեշտակն էր, հա, մյուսները ասում են Տիրոջ հրեշտակ, Աստվածը չէ, գիտականում կա Տիրոջ հրեշտակ։ Կամ հենց ասում են, որ Մեսիան էր, Քրիստոսն էր։ Համեմատում են հայտնություն 1:13-ից 15, ինքը շատ գրավիչ համեմատություն է։ Եթե դուք բացեք հայտնության առաջին գլուխ 13-ից 15-րդ համարները, զուգահեռ մի մատներ ստեղ պահած, իրար հետ կարդաք, կտեսնեք ինչքան նմանություն կա Քրիստոսին։ Շատ։ Հենց բառերի մեջ է։ Ու խնդիրը այն է, որ այս տեսակետները ամբողջությամբ հաստատել չես կարող, որովհետև նախ առաջինը այստեղ այդ անձին չեն վերագրվում աստվածային հատկություններ։ Ու Միքայելը գալիս է իրան էլ օգնելու։ Ոչ այն տեսակետը կա, ոչ այն տեսակետը կա։ Միքայելի օգնելը մի տեսակ ոնց որ անհամատեղելի լինի, եթե մտածես որ Քրիստոսն էր ու ինքը սպասում է որ իրան պետքա Միքայելը գա օգնի։ Մի քիչ չի ստացվում հայտնաբանական առումով։ Սա էլ է խնդիր։ Ու մարդիկ կան, որ ամենահավանական եզրակացությունը տեսնում են, որ ասում են, սա ինչ որ հզոր բարձրակարգ հրեշտակ էր, նման Միքայելին, բայց ոչ Գաբրիելն էր, ոչ էլ Տիրոջ հրեշտակն էր։ Ուրիշ ինչ որ աստիճանի հրեշտակ էր։ Ու իր փառավոր տեսքն համապատասխանում է իր այդ փառավոր դիրքին։ Բայց sense մի հատ հետաքրքիր տեսակետ կա, որ օրինակ ինչ եթե մենք մտածենք, որ Քրիստոսն է հայտնվում այն տեղերում, որտեղ որ նկարագրությունը կա այսպիսի փառավոր, որը համապատասխանում է հայտնությանը, բայց իրան պատգամ տվողը իրականում ինչ որ պատգամաբեր հրեշտակ է։ Մենք ունենք, չէ՞, որ օրինակ Աստված Մովսեսին հայտնվում է վարվող մորենու մեջից, այդ մորենու կրակը Աստված էր, թե Աստված չէր, ինչ ասենք։ Ինքը Աստվածա հայտնություն էր։ Հենց այդ կրակին չես կարող ասես Աստված չէր, բայց չես կարող ասես Աստված։ Սենց հետաքրքիր, հա, երբ որ Աստվածա հայտնություն է լինում, մարդու ուղեղը միշտ դժվարանում է բացատրի է, որտեղ ինքը չլսված երևույթ է մարդու համար ու դժվար ընկալելի է, եթե ոչ չընկալելի։ Ամեն հավանականությամբ մարդիկ կան մտածում են կամ այս տարբերակն է, որ հա երկու անձերն էլ եկել էին, կամ ինչ որ ուրիշ բարձրակարգ հրեշտակ։ Բոլոր տեսակետներից էլ կա, ես չեմ ասում, որ նա շատ, որ նա քիչ չեմ նայել այդքան խորը։ Բայց մարդիկ կան, որ ասում են, այո, Քրիստոսն էր, որտեղ համապատասխանում է հայտնության այդ նկարագրությանը։ Դե չի խանգարում, որ իրան էլ Միքայելը օգներ։ Եթե Աստծո նախասահմանության մեջ դա կա, մի խոսքով, ինչ որ տեսակետ վերցնես, մի բան էլ կկարանաս ասես, չէ՞։ Ամեն դեպքում, թողնում ձեր վրա այսի մտորեք, որտեղ ինքը շատ հետաքրքիր տեքստ է ու եզակի տեքստ է իրականում։ Սենց բան, որ մարդը աղոթում է, աղոթքի պատասխանը առաջին օրից տրվում է, բայց 21-րդ օրը պատասխանը տեղը ասում են, չունենք Աստվածաշնչում։ Այս ինքը այս գլուխը ընդհանուր շատ հետաքրքիր ու եզակի գլուխ է։ Լավ, անցնենք առաջ։ Չնայած այս հայտնությունը իրական էր, Դանիելի համար տեսանելի էր, Դանիելի համար լսելի էր, կողքինների համար ինքը չընկալելի մի հատ բան էր, իրանք չէին տեսնում։ Իրանք միայն զգում էին, հիմա կարող մտածենք, որ չէին տեսնում, ինչից վախեցան։ Դանիելի տված արձագանքից վախեցան, թե ինչ-որ բան զգացին, չգիտենք, ամեն դեպքում ինչ-որ ահեղ ներկայություն զգացին ու վախեցան, փախչեցին, թաքնվեցին, տեքստը ասում է, ու սա ցույց է տալիս, որ այս հոգևոր տեսիլքը մենակ Դանիելի համար էր։ Կարող Աստվածն է ցանել, որ կողքիններն է տնային, հələ մի բան էլ կարող ավելի լավ լիներ մեր մտածածով, չէ՞։ Բայց Աստվածն է չի անում, միայն Դանիելն է տեսնում սա, որտեղ միայն Դանիելն էր այդտեղ կանգնածներից Աստծո ծառան։ Ու նման դեպք մենք էլի գործք առաքելոցում ունենք, պետք է հղումս անեմ 9-րդ գլխին, երբ որ Պողոսի ուղեկիցները ձայնը լսում էին, բայց չէին տեսնում, իրանց մոտ էլ այդ կեսը կար, կեսը չկար այդ ընկալման, հա։ Ու Դանիելը մենակ մնալով տեսնում է այս մեծ տեսիլքը, սա անվանում է մեծ տեսիլք։ Բայց այս ամեն ինչը իր վրա ծանր ազդեցություն է թողնում։ Դանիելը կորցնում է իր ամբողջ ուժը, գունատվում է, թուլանում է, ընկնում է երեսնի վայր։
Սկզբում նույնիսկ չի կարողանում հասկանալ խոսքերը, միայն լսում է ձայնը, հետո ուշաթափվում է։ Ու այս ամբողջ նկարագրության նպատակը ցույց տալն է, որ մարդու թուլությունը ինչքան շատ Աստծո սրբության հետ առերեսվելիս, ինչքան շատ է դրսևորվում, ոնց է մեղքը կործանար ազդեցություն թողել մարդու վրա, որ Աստված երբ որ մարդուն ստեղծեց, իր հետ ինքը շփվում էր երես-երեսի։ Բայց մեղքից հետո, երբ որ անգամ մի հատ պահ, որ մի հատ հայտնություն պետք է գա, տա պատգամաբերը երկնային ու գնա, մարդը սկի դրան չի կարողանում դիմանալ։ Ինչքան էլ որ դա Դանիելն էր։ Ու Աստված տեսնում ենք ստեղ աստիճանաբար զորացնում է Դանիելին ու բացատրում է տեսիքի նպատակը։ Սկզբից Դանիելը այնքան թուլացած էր, որ միայն մի հատ ձեռք ազգում, որ իրան դիպչում է, հա, ու այդ հպումը հետո աստիճանաբար տեսնում ենք իրան վերականգնել է ու բարձրացնում է սկզբից ծնկների վրա, հետո ձեռքերի վրա, հետո կանգնելու, sense պատկացիկ չէ նկարագրությունը աստիճանաբար ինքը վերականգնում ու զորացումը տեղի ունենում աստիճանաբար, ոնց որ իր թուլացումն էր աստիճանաբար եղել։ Ու հրեշտակը բացատրում է, որ Դանիելի աղոթները լսվել են հենց սկզբից։ Սա էլի շատ հետաքրքիր մաս է։ Դանիելի աղոթները սկզբից լսվել են, բայց պատասխանը գալիս է 21 օր հետո։ Իր պահքն ու սուգը կապված էին հասկանալու ցանկության հետ, այս նախորդ տեսիլքների իմաստը արդեն ասեցինք Աստծո ժողովրդի ճակատագիրը հասկանալու համար, այս կարգավիճակը, թե երբ ավարտվելու է ամեն ինչը։ Ու այնուամենայնիվ հարց առաջանում, ինչի 3 շաբաթ ուշացավ այդ պատասխանը, եթե Աստված անմիջապես արձագանքել էր։ Մենք տեսնում ենք, որ մի կարևոր պատճառով էր ուշացել ու էլի այս գլխին բնորոշ հետաքրքիր խորը նկարագրություն է տրվում հոգևոր աշխարհին, պատճառը ներկայացվում է որպես Պարսկաստանի թագավորության իշխան, որը հասկանում ենք որպես հոգևոր էակ, ինչ որ երկնային ոլորտում գործող, որը հակառակվում էր Աստծո պատգամաբերին։ Ու մենք ստեղից հասկանում ենք, որ այն ինչ որ մենք տեսնում ենք այս աշխարհում, միայն այդ ամեն ինչը չի, այս հոգևոր կյանքի մասին է խոսքը, հա։ Մենք գիտենք, որ Պողոս առաքյալը խոսում է նրա մասին, որ երբ որ ինքը ավետարանչություն անում, իրանք ոչ միայն ֆիզիկական մարդիկ են հակառակվում, այլ նաև այդ ֆիզիկական մարդկանց հետևում կանգնած կան ինչ-որ ուժեր, որոնք որ չեն ուզում, որ առաքյալը մտնի այդ քաղաքը, որ այդ քաղաքը ավետարանը քարոզվի։ Ու նմանատիպ բան ստեղ ենք տեսնում, որ հրեշտակը ասում է, որ իրանք 21 օր դիմադրել էր այս չար հոգևոր ուժը, հա, որը հասկանում են որպես դիվայն ինչ-որ իշխանություն, որը ազդում էր այդ ժամանակ Պարսկաստանի վրա, որը փորձում է խոչընդոտել Աստծո գործը։ Նմանապես հիշեցնում է նաև Հունաստանի իշխան ու Միքայելին է հիշատակում անում, որը օգնության էր գալիս ու ինքը առաջնորդներից մեկն էր, այսինքն հրեշտակապետ, որը գալիս է օգնության։ Ու սա մեր առաջ բացում է մի հատ sense հետաքրքիր տեսարան, որտեղ պատմության հետևում կա հոգևոր պատերազմ իրականում, որտեղ երկնային ուժերը պայքարում են իրար հետ։ Թե ինչի համար չենք կարող ասենք։ Եթե Աստված իր պատասխանը ուղարկում է, կարող է նենց ուժով ուղարկեր, որ ոչ մի հակառակորդ, լավ ասենք թե մի օր պայքարեր, ոչ թե 21 օր, բայց մենք տեսնում ենք, որ պայքար կար երկար։ Բաները մենք չենք կարող բացատրել, մենք կարող ենք բացատրենք այն ինչքանը որ գրված է Աստծո շնորհքով, Աստծո տված լույսով, բայց թե Աստված խի է տենց անում, շատ անգամ մենք դա մեզանից պահված է։ Բայց փաստը մնում է փաստ, որ Աստված աղոթքը լսում է, աղոթքը պատասխանվում է, բայց ինչ որ բան տեղի ունենում հոգևոր իրականության մեջ։ Ու էսի մեզ համար հետաքրքիր մի հատ sense ակնարկ կա, որ եթե մեր աղոթքը այդ բանին չի պատասխանում, մենք չպետք է հետ կանգնենք այդ աղոթքից։ Ու չպետք է հիասթափենք։ Գուցե Աստված պատասխանել է, մենք չգիտենք։ Պետք է սպասենք, որ դա գամ մեզ հասնի։ Sense հետաքրքիր միտքեր կա, չեմ ասում միշտ, բայց այս տեսանկյունից էլ ունենք այս գլուխը Աստվածաշնչը, որ չենք կարող անտեսենք։ Ինչքան էլ որ ինքը միստիկ հնչի, sense ասած։ Թեև Աստված գերիշխան է ու ինքը ինչ ուզի պատմության մեջ տեղի ունենալու, որ ու վերջնական արդյունքը հաստատված է։ Ստացվում է, որ պատմության մեջ կա որոշակի ճակերտներով Աստված sense պայմանականություն, հա, կա պայքար, ընթացիկ պայքար։ Մենք ուղղակի sense ինչ-որ ոնց ասեմ, sense ֆիգուրաներ չենք դրած խաղատախտակի վրա։ Հա, կա ընթացք, կա պայքար, որի մասը մենք կազմում ենք Աստծո նախախնամության միջոցով,
որոշված, հա, ու այս պայքարում տեսնում ենք մենք այստեղ օգնության է գալիս Միքայելը, որ գլխավոր իշխաններից մեկն էր։ Ու ստեղից էլ մենք տեսնում ենք ինչպես ուրիշ հատվածներից, որ հրեշտակների մեջ էլ կան կարգեր, եթե ինքը գլխավորներից մեկն է, ուրեմն աստիճանակարգ գոյություն ունի հրեշտակների մեջ։ Ճիշտ է, շատ բան Աստվածաշունչը մեզ մանրակրկիտ չի ասում հրեշտակների մասին, բայց ինչքանով որ մենք գիտենք, այդ կարգը գոյություն ունի։ Ու վերջում հրեշտակը նշում է, որ ինքը հիմա մնացել է Պարսկաստանի թագավորների մոտ, որ ամենայն հավանականությամբ ըստ տեքստի, որ բարի ազդեցություն գործադրի։ Սա շատ հետաքրքիր է։ Ճիշտ է, աշխարհում գործում են հզոր չար ուժեր, Աստծո կողմից փաստորեն կան ավելի հզոր բարի ուժեր, որոնք որ հակակշիռ են անում, համագործակցելով իրար հետ հաղթում են։ Ինչի համար էր պետք իրանց համագործակցել իրար հետ, որպեսզի հաղթեն, եւ ով էր այս երկնային պատգամաբերը Էսեակը, դա մի հարց է, բայց այն որ դա տեղի ունենում Աստծո պատասխանը հասնում է իր ժողովրդին, դա մի ուրիշ հարց է։ Ու Աստծո թագավորության գործը ստացվում է, որ ապահով ձեռքերում է, բայց ամեն ինչը պետք է ինչ-որ ժամանակով անցնի, որը մենք միշտ չի, որ մեզ հաճելի է, ամեն չենք սիրում սպասել։ Մենք կարդում ենք ինչ-որ բանի մասին սպասելու հետ կապված ու մեր դուրը դա չի գալիս, մենք ուզում ենք ամեն ինչ միանգամից լինի, բայց իրականում տեսնում ենք, որ ոչ մի բան համ միանգամից չի լինում, բայց Աստծո ծրագրից էլ դուրս չի, ու դա մեզ հույս է տալիս։ Հրեշտակի առաքելությունը տենում ենք կայանում է նրանում, որ Դանիելին տա այն հասկացողությունը, որը ինքը ուզում էր իրականում, կապված ապագայի մասին։ Տեսեք, այստեղ երբ որ նշում է վերջին օրեր, սա խոսում է ոչ միայն մոտակա ապագայի մասին, որը մենք արդեն ասացինք, չէ՞, որ Քրիստոսի գալուստից առաջ է նախորդ առաջին, երկրորդ, երրորդ դարերում, այլ իրականում խոսում է նաև շատ ավելի լայն իմաստով վերջին օրվա մասին, որոնք հասնում են մեսիական ժամանակաշրջանը հենց, ու տեսիքը դա այն շրջանակ ունի, չի սահմանափակվում միայն այդ օրերի թագավորությունների մասին քննարկությունով։ Ու մենք տեսնում ենք հրեշտակի խոսքեր, ինքը անդադ սենց ամեն համար է այդպես չկարդամ, հրեշտակը, եթե ուշադիր եք լինում, պարբերաբար սենց զորացնում է իրան, որովհետև հեշտ չի այդ հայտնությունը ստանալը, հեշտ չի աստվածային ներկայության մեջ կանգնելը այս մարմնով։ Ու Դանիելը, երբ որ իր շուրթերը արդեն բացվում այդ վերջին հպումից, ինքը սկսում է բացահայտել իր վիճակը, ու պատգամաբերը, երբ որ ասում է զորացի, ինքը իսկապես զորանում է։ Այդ պատվերի մեջ ուրեմն ինչ-որ ուժեր կա, որ իրան տրվում է, որ ինքը զորանա, ու ինքը ասում է ինչպես կարող է այսպիսի թույլ ծառան խոսել, այսքան մեծ տիրոջ հետ, իր մոտ դա հարց է, ես հազիվ եմ ոտքերից վրա կանգնում, ես ոնց կարամ խոսեմ քո հետ։ Ու այս հատվածում նկարագրում է հրեշտակի առաքելության երկրորդ հստակեցումը, ու Դանիելին վերջնական զորություն է տրվում։ Հրեշտակը իրան ասում է մի վախեցիր, խաղաղություն, զորացիր, այս ամեն խոսքերը մեզ տպավորություն է, որ ոչ միայն ինքը քաջալերանք, այլ իր մեջ ինչ-որ զորություն է պարունակում, որտեղ ասում է զորացիր, ինքը զորանում է։ Եթե դրան իր մեջ զորություն չի պարունակում, ուղղակի պատվերա թուլացած մարդուն, որ ասես զորացիր, ինքը չի զորանա այդ բանին։ Դիպշելուց հետո բացվում։ Հա, ինչ որ բան է փոխանցվում իրան աստվածային, որ ինքը այդ ներկայության մեջ կարողանա կանգնի։ Ու հրեշտակը ասում է, որ ես եկել եմ քեզ ասեմ, թե ինչա վերջին օրերին տեղի ունենալու։ Ու լրացուցիչ բացատրություն է տալիս այս հոգևոր պայքարի մասին, որը տեղի ունենում պատմության, այս թատերապետի հետևում արդեն։ Ասում է, որ շարունակելու է պայքարը Պարսկաստանի իշխանի, այդ չար հոգևոր ուժի դեմ, ու հետո արդեն գալու է Հունաստանի իշխանը։ Ստեղ sense հետաքրքիր բան կա, փաստորեն կարանք մենք եզրակացություն անենք, որ բոլոր ազգերն էլ ունեն ինչ-որ ուժեր իրանց հետևում կանգնած։ Բարի թե չար, դա ուրիշ հարց է։ Ինչ-որ ուժեր, որոնք որ կանգնած են ազգերի հետևում, որտեղ ստեղ ասում է Հունաստանի իշխանը կհայտնվի հետո։ Իսրայելն իր իշխանն ուներ, իր անունը Միքայել էր, որը գալու էր օգնելու։ Ու մենք գիտենք, որ Պարսկաստանից հետո բարձրացավ չէ Հունաստանը, փաստորեն ինչ-որ ազդեցություն, որը որ պահում էր, որ այս Աստծո ժողովրդի հետ կապված տեսիլքները, մարգարեությունները, որոնք որ վերջնական գալու էին Քրիստոսի մարմնացմանն էին բերելու,
այդ ինչ որ հոգևոր ուժ ամեն կայսերության հետևում կանգնած խանգարում էր, որ դա տեղի ունենա։ Ու այս պայքարը ասում է, որ ծանր է լինելու ու այս նկարագրությունը ծանր պայքարի կարա հարց առաջացնի, որ բայց հաստատ Աստծո ժողովուրդը կկարողանա գոյատևի թե ոչ։ Բայց տեսիքի նպատակը հենց սա է, որ զորացնի, որ այո, ամեն ինչ իր ժամանակ դա պահանջում, կան հակառակություններ, կան խնդիրներ, Կյուրոսի արքունիքում կարող է սամարացիների ինչ-որ բան են ծրագրել, բայց միևնույնն է, դուք դիմացեք։ Այս ամենը էլի մեզ համար է, մեզ պերսպեկտիվա տալիս, որ հավիտենականությանը նայենք, մեզ ցույց է տալիս հոգևոր տեսողություն, որ այն ինչ որ մեր հետ այսօր կատարվում է, մենք միայն այդպես մատերիալիստական չնայենք դրան։ Եթե սпасելու ժամանակ կա, զորանանք, սпасենք, հույսով սпасենք, եթե Աստծուց կա խոսք, դա անպայման տեղի է ունենալու։ Ու այստեղ արդեն վերջում է, չէ՞ որ նշվում արդեն ձեր իշխանը ասվում, այստեղից գիտենք, որ Միքայելն էլ փաստորեն Իսրայելի իշխանն էր։ Ու հրեշտակը նաև նշում է, որ իր ու Միքայելի համագործակցությունը բավարար է այս գործը գլուխ բերելու համար փաստորեն։ Ու այն ինչ որ պետք է անի այս падգամապերը հիմնված Աստծո ճշմարտության գրքի վրա։ Սա էլ հետաքրքիր արտահայտություն։ Այսինքն միևնույնն է, այն ինչ որ հիմա տեղի է ունենում, Աստված դա նախապես արդեն գիտի։ Այս ամեն ինչ որ մենք անում ենք, դա Աստծո ճշմարտության գրքում գրվածի համաձայն ենք անում։ Այսինքն ելքը չի կարող լինի այս դրական, բարի հոգևոր ուժերի պարտությունը, դա չի կարող լինի։ Ու հաջորդ գլուխը փաստորեն ներկայացնում է այդ աստվածային ծրագրի մի հատված ուղակի այդ գրքից, ինչ որ գիրք չգիտեն, որ կա գոյության ունի։ Ու վերջում նշվում է, որ հրեշտակը ու Միքայելը նախկինում էլի միասին գործել են հաղթարելով խոչընդոտներ Պարսկաստանի արքունիքում, որպես Սերիա ժողովրդի համար բարենպաստ պայմաններ ստեղծողներ։ Տեսեք 11:1 ինչի համար կարդացինք հետը ներառյալ, նշվում է, որ նաև Դարեհի առաջին տարին է նշվում, ասում է, որ Էդի տարիներ, որ հրեաներին թույլատրվեց վերադառնալ Երուսաղեմ։ Տեսեք, մարած Դարեհ թագավորի առաջին տարում նրա հետ կանգնեցին նրան հաստատելու եւ ուժ տալու համար։ Փաստորեն հրեշտակը նաև կամ падգամապերը նաև ուժ է տվել, որ այս իրադարձություններ տեղի ունենան։ Այսինքն, եթե դուք մտածում եք Դանիել, որ այդ իրադարձությունը, որ տեղի ունեցավ, թագավորը հրաման տվեց ձեզ հետ գնալու դավոյի պատահականությունը, ոչ, այստեղ այս ամեն ինչը տեղի է ունենում բեմի հետևում։ Դրա համար այն ինչ որ դուք տեսնում եք, արտացոլում է այն հոգևոր իրականությունը։ Կարող թվալ դա ուղղակի հեթանոս թագավորի ինչ որ քաղաքական որոշում, բայց իրականում տես չի, դրա հետևում կանգնած են լիքը հոգևոր գործոններ, որոնցից ուղղակի ասես մի փոքր հատված թույլ է տրվում Դանիելին ու գրվելու հետևանքով նաև մեզ, որ մենք իմանանք։ Ու ինչ